Հարազատներիցս մեկի Facebook-յան ծրագիրը չի աշխատում։ Առաջին 2 օրը ջնջել, նորից տեղադրելով կարգավորվում էր։ Հիմա դա էլ չի օգնում։ Եղբորս էջնել է, անհետացել ու ոչ մի կերպ չի կարողանում մուտք գործել, իսկ ընկերների մոտ ընդհանրապես ցույց չի տալիս, իբրև նման մարդ չի էլ եղել։ Անհանգիստ է հայկական Facebook-ը, օգտահաշիվներ, էջեր, խմբեր են անհետանում կամ առանց հիմնավորման արգելափակվում, ընդ որում նույն խնդիրը նաև Instagram-ում կա, որը հիշենք միևնույն ընկերության սեփականությունն է, այսինքն համակարգային մետա պրոբլեմ է։ Գնալով ավելի մեծ թափ հավաքում, ժամանակին դա միայն Facebook-ին խմբերում էին մարդիկ գրում, երբ որ սերվերային խնդիր կա, չի կարա տևի 24 ժամից ավել։ Իրանք կոմպուցնում են միլիարդավոր դոլարներ, թե գովազդների առումով դրանց բաժնե տոմսերի ակցիաների գներն են գնում։ Այնպես չէ, թե խնդիրը միայն մեր երկրում է նկատվում, անհասկանալիորեն տարածաշրջանն է թիրախավորված, պնդում են մեդիա մասնագետները։ Առաջին լսեցին, որ դա խնդիր կա բնավ, երկու տարբերակ առաջ քաշեցին, առաջինը գուցե մասը կնարկերային հարձակում ա եղել, որի ընթացքում ոնց որ միացել է այսպես կոչվող մետա ինքնապաշտպանականը, երբ որ ինքնապաշտպանականը միանում, օրինակ ինչ-որ մեկը ուզում է դեր պրոֆիլը գողանա, Facebook-ը նկատում է տարբեր գաղտնավորերը հավաքում եղել, Facebook-ը բլոկավորում է այդ պրոֆիլը, դարձ ինքը պաշտպանում է։ Ուրիշ տարբերակ էլ կա, որ խնդիրը դիացից է։ Ինչ անել, երբ սեփական օգտահաշիվը դառնում է անկառավարելի, այսպես ասած ձեռքից գնում է։ Մեդիա մասնագետներն առայժմ միայն առաջարկում են անընդհատ մուտք գործելու կամ գաղտնաբար վերականգնելու փորձեր չանել, ուշադիր հետևել էլեկտրոնային փոստին, հատկապես թե ով է ձեզ նամակ գրում։ Իդեպ մեդիա փորձագետները նաև տեղեկացնում են, որ Facebook-ում ինչ-որ փոփոխություններ են նկատում մեր ազգային հերոսի Մոնթե Մելքոնյանի խնդրի հետ կապված։ Ասում են, թե տպավորություն ունեն, քաղաքականությունը փոխվել է, զանգվածային հակագրոհներն արդյունք են տվել։ Դե գոնե հիմա կտրուկ չի փակում էջերը, երբ մեր հերոսի անուն ազգանունն ենք գրում կամ նրանից լուսանկար հրապարակում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։